Մենք ուղիղ եթերում ենք քաղաքագետի կաբինետ 11-րդ թողարկում։ Այսօր խոսելու ենք հայտարարված թեմայի մասին, ինչպես նախապես հայտարարված, այնպես էլ վերնագրի մեջ, որ տեսնում եք, ադրբեջանական բենզինի վառելիքի ներկրման 7 մահացու վտանգների մասին խոսենք, հերթով կթվարկենք, պարզաբանենք, որտեղ այդ վտանգները շատ ավելին են, քան առաջին հայացքից կարող են թվալ, եւ նաեւ մի փոքր անդրադարձ կունենանք մի թեմայի, որ պարբերաբար կարմիր թելով անցնում է մեր քննարկումներում, չիմարում եւ քանի նախընտրական գործընթացները ավելի շատ թափավակ են, ընդհակառակը կարծում եմ երևի ավելի շատ դա կարծարծվի, խոսքը ներընդդիմադիր դաշտի, ազգային դաշտի, հակասությունների հաղթահարման, ուժերի կենտրոնացման մասին է։ Սկսենք խոստացված թեմայից։ Իդեպ բավականին հանկարծակի առնվազն լայն շրջանակների համար, եթե ոչ ներգրաված, փորձագիտական կամ մերձ իշխանական, ապա լայն շրջանակների համար շատ հանկարծակի սա տեղի ունեցավ, ինչպես լիքը այլ բաղտորոշ բաներ, սկսած 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից, վերջացրած, օրինակ նույն այս տարվա այդ օգոստոսյան կապիկությունը Վաշինգտոնում տեղի ունեցած, որ էլի անսպասելի էր, մինչև սա, այս ադրբեջանական վառելիքի ներկրումը, սա էլ է պետք ֆիքսել, ուղղակի ոչ թե անդրադառնալ միայն եղելությանը, այլ անդրադառնալ նաև, որ ինքնին այդ եղելությունը ժողովրդից գաղտնի էր պահում, եւս մեկ թեկուզ 1800-րդ անգամ ֆիքսելու համար, որ ներկայիս դեֆակտո իշխանությունները ժամանակին խոստանում էին թափանցիկություն, հրապարակայնություն, նույնիսկ ոչ թե ժողովրդավարություն, այլ ուղիղ ժողովրդական կառավարում, ժողովրդավարությունը մի քիչ ուրիշ բան է, իսկ ուղիղ ժողովրդական կառավարումը, այդ թվում ամեն էական հարցով պլեբեսցիտը, չասեմ լրիվ ուրիշ բան են, էլի ժողովրդավարության մաս են, բայց նրա ավելի խորը բջջային տարբերակն են։ Իրանք ասում էին Ղարաբաղի հարցով հավաքվելու ենք, հրապարակում որոշենք։ Իհարկե բոլորս այդ ժամանակ հասկանում էինք, որ դա հիմարություն է, նման բան չի կարող լինել, բայց այդ հիմարությունների շնորհիվ, որ կարողացան կոտրել պետական ապարատի դիմադրությունը, շահել ժողովրդական զանգվածների սրտերը, չեզոք վիճակի բերել տատանվողներին, կասկածողներին եւ այլն։ Այսինքն հերթական խաբեբայության, հերթական ժողովրդի հանդեպ գործված ստախոսության ակտը պետքա ֆիքսել։ Ոչ թե միանգամից անցնել քննարկմանը, հիմա դրան էլ կանցնենք, բայց նախ ֆիքսել, որ երբ էին օրինակ ասել։ Իրանց նախընտրական բուկլետում օրինակ 2021 թվականի եղել է դրա մասին գրած, չի եղել, իսկ ինչ ա եղել գրած, Հադրութի եւ Շուշիի խախախ դեօկուպացիա։ Ինչի՞ եմ ես շեշտադրում, ոչ միայն 2018 հետ գնալու համար, այլ առհասարակ ֆիքսելու համար, թե երբ կարող են իշխանությունները համարվել լեգիտիմ եւ երբ ոչ լեգիտիմ։ Ներկայիս դեֆակտո իշխանությունները այդ թեման հասցրել են գռեհիկ բացատրության մակարդակի եւ փորձում են մարդկանց համոզել, որ իրենք ճիշտ են բացատրում, բայց իրենց բացատրությունը ներեցեք, իրենց բացատրությունը մանիպուլատիվ է եւ սուտ։ Իրանք ինչ են ասում, մենք ժողովրդից ստացել ենք մանդատ։ Դե sense խամուխոպան մարդը որ նայեք, ասի հա էլի դե հիմա իրանք են կրել, կարող է միտեղ դրատեղամասում լույսն են տարել, միտեղ եսի ինչ են արել, բայց դե կրել են, չէ՞ մարդիկ։ Մի կողմ թողնենք կրել են թե չեն կրել, որովհետեւ 2021 թվականի ընտրությունները իրականացել են, անց են կացվել, տեղի են ունեցել արտաքին ռազմական սպառնալիքի պայմաններում, ես նկատի ունեմ այն, որ երբ որ 2021 թվականին
փետրվար ամսին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը տարածեց հայտարարություն, որ քաղաքական իշխանությունները adekvat չեն երկրի առջև ծառացած մարտահրավերներին եւ պետք է հեռանան, մեր արևմտյան թշնամին Թուրքիան կտրուկ ընդդիմացավ դրան, 6 հայտարարություն աննախադեպ քանակի եւ աննախադեպ նաեւ մասշտաբի, որովհետեւ այդ հայտարարությունների մեջ, այդ հայտարարությունների հեղինակների մեջ կար նաեւ Էրդողանը, 6 հայտարարություն ընդཐུպ Էրդողանի մակարդակով, որտեղ տեղի ունեցածը դատապարտեցին, որակեցին որպես ռազմական հեղաշրջման փորձ, իսկ թուրքական լեքսիկոնով ռազմական հեղաշրջման փորձ նշանակում է սպառնալիք մեր իսկ ազգային անվտանգությանը, ինչու, որովհետև նմանատիպ դեպք ոչ այնքան նմանատիպ իրականում, այնտեղ հենց հեղաշրջման փորձեր 2016 թվականի հուլիսին Թուրքիայում տեղի ունեցել, եւ այդ նաեւ էլիտայի դասակարգային շահերի դասակարգային հիշողության տեսանկյունից այնտեղ որտեղ Էրդողանն ասում են որ կա ռազմական հեղաշրջման վտանգից դա աշխարհի ամենաքխբանն է, չնայած այդ աշխարհի ամենաքխբանը ամենաշատը երևի Թուրքիայում է եղել այս տարածաշրջանում, իրանք նկատի ունեն որ դա ուղիղ մեր ազգային անվտանգության շահերին է սպառնում եւ մենք պատրաստ ենք մեր շահերը պաշտպանել, այսինքն այն որ ի վերջո Հայաստանի ներսում, Հայաստանի շուրջ քաղաքական ուժային բալանսը դասավորվել է այնպես, որ ընտրատեղամասերում չոր արձանագրվել է այդ արդյունքը, դա հետևանք է եղել արտաքին ռազմական սպառնալիքի, այսինքն ուժի սպառնալիքի ներքո է դա անցկացվել, իսկ դա ընտրություն չի։ Դա ընտրություն չի, մի անգամ մենք հայկական նախագծով հիշում եմ Պարսկաստանում էինք, հանդիպում էր Հայկական համալսարանի ամառային ճամբարն էր, այսինքն մեր շրջանավարտներն էլ էին ներկա, հանդիպում էր իրենց արտաքին գործերի նախարարության վերլուծական կենտրոնում ու ընդհանուր ջերմտնոլորտում էր անցնում բանի առումով ընդհանուր մարդկային փոխըմբռնման, բայց բնականաբար այնտեղ չէինք հավաքվել զուտ գովեստի խոսքեր կամ կոմպլիմենտներ ասելու, ինչքան որ Հայաստանում մի քիչ այդ ընկալումը կա իրանական քաղաքակրթության մասին, որ բոլորին ինչ-որ գովեստի խոսքեր են ասում, թահառողներ են անում եւ այլն, բայց այդ առաջին պահերն են երևացող կողմն է, իսկ հետո բարձա սկսում են լուրջ քննարկումները, որոնք նաեւ անգամ բարիդրացիության պայմաններում կարող է շատ սուր կերպարանք ստանան մնալով սահմանների մեջ իհարկե եւ նման մի դրվագ արձանագրվեց իրենց գիտնականներից մեկը անեական չի ասեց որ մենք հասկանում ենք ձեր մտահոգությունները մեր էլի հայկական կողմի բայց ասեց ի վերջո եւ 2018 թվական եւ 2021 թվականին ձեր ժողովուրդն է ընտրել այս իշխանություններին եւ այսինքն դուք պետք է հաշվի նստեք դրա հետ ինչեր ասում հել եք գնացեք եկել որտեղ մենք չենք էլ գնացել այնտեղ Հայաստանի իշխանությունից բողոքելու մենք ուղղակի քննարկում էինք համատեղ հետաքրքրություն համատեղ շահեր եւ համատեղ սպառնալիքներ ներկայացնող հարցեր բայց ինքը ոնց որ մտքի թել որսալով ու հասկանալով որ այն ինչ որ մենք ասում ենք այս իշխանությունների օրոք լուծելի չի որոշեց ուղղակի այդպես բան է այդ խնդրեմը մեղքը բարթել ասենց մեր վրա ձեռները լվանալ վեր կենալ այդ սենյակից եւ մի քիչ երկար էր տևել քննարկումը հոգնել էր հա ասես դուք եք ձեր ժողովուրդն է ընտրել ի վերջո պետք է ինչ-որ մի ձև հաշվի նստեք դրա հետ հիմա մենք ոնց ենք հաշվի նստում ոչ ենք կանգնում ասում բախի սենց բախինեց փորձում ենք մեր քաղաքականությունը դրա հարմարեցնել եւ դուք էլ պետք է այդ հաշվի առնեք եւ այլն եւ այլն ես ձեն խնդրեցի ասի գիտեք մենք այստեղ ներկայացնում ենք մեզ ու դուք դա լավ գիտեք ներկայացնում ենք մեր կազմակերպությունը չենք ներկայացնում ոչ իշխանությունները բնականաբար ոչ էլ նույնիսկ հավաքական առումով հայկական ընդդիմադիր միտքը մենք այդ ընդդիմադիր մտքի ինչ-որ մի մասը մեր մասն ենք ներկայացնում եւ ասես այստեղ եկել ենք որպես բարեկամներ ձեզ Իրանին իրանական պետականության իրանական քաղաքակրթության իրանական աշխարհի որ հələ Եղիշեն կոչվում էր Երան շահր նույն Իրան բառնը շահերն էլ քաղաքն է այսօրվա պարսկերեն մենք որպես այդ ամենի բարեկամներ ենք եկել հիմա դուք մեր դեմն եք դնում ասում եք այս ընտրությունները 21 թվի ես ուզում եմ առանց որևէ բանի ձեզնից նեղանալու բայց ուզում եմ որոշ բարձաբանումներ ներկայացնել կարելով որ դուք ձեր դիրքորոշումը կփոխեք
ու ներկայացրի թե այդ ընտրությունները ինչ պայմանով են եղել եւ մի քիչ իրենց համար ցավոտ օրինակ բերեցի, նաեւ որոշակի դիվանագիտական կոռեկտ փոխադարձության սկզբունքով, որտեղ ինքն է մեզ համար էր ցավոտ բան ասել, ասի մի Աստված մի արասցե։ Պանթուրքիզմը, որ համատեղ սպառնալիք է եւ մեր եւ ձեզ համար։ Եթե Աստված մի արասցե հաջողության հասնի իր նպատակներում, օրինակ մինչեւ Զանջան պարսկական իրանական հողերը գրավի։ Մինչև Զանջան գրավի իրանական հողերը, բոլոր քաղաքներում, քաղաքապետարաններում, մզկիթներում իր մարդկանց նշանակի եւ ասենք մի տարի հետո ոնց որ ժամանակին Սիրիայում են արել Ալեքսանդրետի Սանջակում, որ հետո Հաթայ սարքեցին, մի տարի հետո այդ ամեն ինչից, այդ սա վարչական նաեւ օկուպացիայից հետո, այսինքն ռազմական, հետո մի հատ վարչական օկուպացիա նշանակեն հարաքվե։ Ու այդ հարաքվեում ասենք 87%-ը կողմ քվեարկի Թուրքիայի կամ Ադրբեջանի կազմ մտնելուն։ Ասի դուք չեք նեղանա, որ մենք գանք այստեղ Թեհրանում նստենք, ասենք դե հա մենք որպես հայկական նախագիծ ճանաչում ենք, որ բանից Նորդուզից, բանից Դուզալից մինչև Զանջան հիմա ասենք թուրքերինն է, դե այդ մարդիկ 87% ընտրել են։ Ուրասի ո՞նց կզգաք։ Ոնց գլուխը տարուբեր է, տարիքով մարդ էր, իրանական մշակույթում մի քիչ այդ բանը, ասենք, հա ոնց որ ճիշտ բան ես ասում, բայց նա հիմա, ասենք, ես 70-ին մոտ արդեն ես ջահել է 30 տարեկան, ցավոտ էր մի քիչ, բայց ընդունեց, եւ բոլորը ընդունեցին։ Հիմա այս նույնն մենք նաեւ ներսում պետքա բան անենք, ֆիքսենք, որ այդ ընտրությունները լեգիտիմ չեն ինքնին կոնտեքստի առումով, ուժի սպառնալիքի ներքո են անցկացվել, ուզում եմ 100% հավաքեր ԿՊ։ Էդի տենց, բայց անգամ եթե այդ ընտրությունները լինեին լեգիտիմ, ինքնին ընտրությունների process-ը ու իրանք հավաքած լինեին 100%, իրանք իրավունք չունեին հիմա ասելու, որ մենք ունենք, մենք մանդատ ենք ստացել, անում ենք, որովհետև այն ինչին իրանք հղում են անում դա ասելով, իրանք հղում են անում դեմոկրատիայի տեսության եւ պրակտիկային, որ դեմոկրատական կարգերի ներքո ժողովուրդը իրացնելով իր ընտրական իրավունքը ի վերջո ձևավորում է իշխանության մարմիններ եւ եթե դրանք համապետական իշխանության մարմիններն են, ինչ որ ձև դրանք առաջադրվում են, մարդիկ վերցնում են բուկլետները կարդում են, ասում են, էսա խոստացը չէ, ինձ պետք չի, այս լավն է, այսի sense բաներ է խոստացը, գնում եմ ընտրում եմ սրան, այս բուկլետում խոստացվածի համար։ Հիմա դուք խոստացել եք Շուշիի Հադրութի խաղաղ դեօկուպացիա, բայց եղած Ղարաբաղն էլ հանձնեցիք ու հայտարարեցիք Ադրբեջան ու բերում եք ադրբեջանական բարելիքը կապում եք ժողովրդի ջանին, դրա մանդատ չեք ստացել։ Մեր Աչեմյան Շահեն մի անգամ լավ ասեց իսկ ընտրություններից առաջ ասել եք, որ գնալու եք թուրքերի կամագը պաչեք, մանդատ ստացել եք դրա համար։ Հետևաբար իրանք ինչ անում են, դրանք լեգիտիմ քայլեր չեն, իրանք լեգիտիմ հայկական իշխանություն չեն եւ թող չթվա թե սա այդպես մենակ մեզ բնորոշ խնդիր է, այս ինչ վիճակում ենք հայտնվել, մի անգամ Զաքարյան Արտակն էլ լավ գրել էր ոչ մի ժողովուրդ այսպիսի թշվառ վիճակում չի եղել, ոնց հայ ժողովուրդը։ Հա, միգուցե մեր դեպքում ամենասուրն է դրսևորվում, բայց դա հետևանք է այդ երևույթների ինչ որ կումուլյատիվ արդյունքի, իսկ իրականում այդ երևույթները շատ տարբեր տեղերում են արձանագրվել, կոնկրետ սա կոչվում է պետության զավթում, state seizure է կոչվում անգլերենով, երբ որ ինչ որ մի խմբակ այս կամ այն կերպ զավթում է պետական ապարատը, կապ չունի ինչ ձև, գալիս է իշխանության եւ իշխանություն է ստանում պետական ապարատի հանդեպ եւ սկսում է դա շահագործել իշա իր ամենանեղ շահերի։ Հիմա եթե տենանք Հայաստանում վերջի 7-8 տարում ինչեր է կատարվել, կհասկանանք, որ դրանցից ոչ մեկը հայ ժողովրդի շահից չի բխել։ Այլ հարց, որ դու զավթում ես պետական ապարատը, դու նաեւ հասանելիություն ես ստանում քարոզչական միջոցների եւ ֆինանսական եւ տեխնոլոգիական եւ գաղափարախոսական, ու սկսում ես մարդկանց համոզել, որ չէ, դա հենց իրանց շահերից է բխում։ Ոնց որ թուրքերն ու քրդերը գալիս էին հայերի դուրս ծեցում էին, ասում էին հելեք ձեզ ապահով տեղեր ենք տանում, հելեք, չէ, սաղ թողեք տանը։ Սաղ թողեք, բամի վերցրեք, գնանք մի քանի ամսից կգաք։ Ոնց որ նույնիսկ հрьяաներին էին գալի, տներից քշում, ասում ձեզ բան ենք տանում։ Ապահով տեղ ենք տանում։ Ապահով տեղ են ասում, մարդկանց քշում էին արևելք։ Ասեք պատերազմը արևելքում էր, ասում են չէ, ձեզ ապահով տանում ենք արևելքում, ընդ լավ տալդա տեղեր կան։ Հետևաբար մի հատ այդտեղ լավ թանձր ժիրնի վերջակետ դնենք այս հարցին, որ այս իշխանությունները լեգիտիմ չեն։ Այդ բառի խորքային իմաստով։
նույնիսկ տեխնիկական իմաստով լեգիտիմ չեն, որովհետև 21 թվականի ընտրությունները լեգիտիմ չեն, որով իրենք հայտնվել են իշխանության, բայց էլ ավելի կարևորը երևի այս երկուսի մեջ, երկուսն են կարևոր, բայց համեմատաբար էլ ավելի կարևոր բովանդակային առումով, այ նույնն ոնց որ աղջկան խոստաս, ասես լսի, ոսկի սայր եմ խոստալի, բանը ամուսնության հենց հաջորդ շաբաթը գնալու եմ այսինչ տեղում աշխատանքի տեղավորվեմ, տունը արդեն վարձել եմ, այսինչ տեղը գնալու ենք ապրենք, բայց այդ ընդամենը 2 տարի, 2 տարուց արդեն ես նախնական բանը կկուտակեմ, կանխավճարը կգնանք բանով վարկավորմամբ նորակառույց մի հատ բնակարան կառնենք 112 քառակուսի մետր, այս կանեմ, այն կանեմ, որը մեկ էլ ամուսնանանք, ասենք ոչ տունը կա, ոչ տեղը կա, ոչ աշխատում է, հələ մի բան էլ ասում է, կնիկ հələ մի հատ զանգի հերդ տես կարա մի 60,000 դրամ տանել, բանը թաղի խանութին պարտք է մնացել, աղջի ամոթ է, հələ մի զանգի օրդ։ Հիմա այս ամուսինի ինչքանը բա լեգիտիմ, ուզում է 28 հատ զաքսի թուղթ ունենա, սա որը ծածանի, ասի դու կնիկս ես։ Բայց դա էլ ինչ որ մի հատ բանա չէ, ոչ ֆորմալ պայմանագիր է։ Դեպետ որոշ երկրներում, այդ թվում Հայաստանում կա նման իրավական բան, ընդհանցակարգ ամուսնական պայմանագրի։ Ոբշեմ, անցնենք վառելիքին, ուշացանք։ Ուրեմն այս վառելիքի 7 մահացու ադրբեջանական վառելիք, ադրբեջանական բենզիններ կրելու 7 մահացու հետևանքները։ Հետևանք առաջին, որի մասին համեմատաբար քիչ է խոսվում, բայց պակաս կարևոր չի։ Առաջին հետևանքը, որ առաջանում է հայ-ադրբեջանական, Հայաստան-ադրբեջան նորմալ երկկողմ համագործակցության նախադեպ։ Ինչ եմ սա կարևորում։ Հայաստանը որպես համամասնության համաչափության առումով Ադրբեջանից թույլ երկիր, ու ի դեպ ֆիքսեք, որ դեֆակտո իշխանությունների քարոզչությունն էլ է սրա մասին, բայց ես հիմա հեսա կասեմ, թե որտեղ են իրանք էլի խափում, երբ որ ասում են, որ մենք համեմատաբար թույլ ենք Ադրբեջանից, չէ, դա չեն խափում, բայց հիմա տեսեք ես ինչ կասեմ ու իրենք ինչ են անում։ Հայաստանը որպես համեմատական կարգով Ադրբեջանին զիջող, լավ թույլը վատ բառ է, դա ռադ անենք, ռեսուրսային առումով Ադրբեջանին զիջող երկիր, կարիք ունի հայ-ադրբեջանական հարաբերություններում միջնորդական ներգրավման։ Այստեղ էլ ֆիքսենք, որ միշտ Թուրքիան ու Ադրբեջանը ասել են ապեր մեզ միջնորդներ պետք չի արա դրան գալի խառնում են ամեն մեկը իրանց շահի համար, մենք էս հող ու ջրի հարևաններ ենք, պետք է հարևանի դարդով տապակվի։ Հիմա ես մի հատ տեքստ եմ ասում, որը երևի ձեզ ավելի հայտնի է Հայաստանի դեֆակտո իշխանությունների քարոզչությունից, քան նույնիսկ ադրբեջանական։ Ես 2012-13 թվականից դրանք թուրք-ադրբեջանական քարոզչության մեջ եմ տեսել, բայց արդեն 20 թվականից հատկապես պետական մակարդակով այդ պետական քարոզչությունն է դարել Հայաստանում։ Մեծ միջնորդ պետք չի, ոնց պետք չի։ Բայց եթե դու ես խոստովանում, որ դու զիջում ես, չէ՞, հիմա որ կանգնենք ասենք, եկեք Ղարաբաղը հետ բերենք, ինչ կասեն, չէ՞, կասեն այդ 18 տարեկան երեխու հաշվին, մենք թույլ ենք, աշխարհը խառնա եւ այլն, մեր կողը մարդ չկա, չէ, ոնց կլինի։ Բակակրաս, բա եթե թույլ ես, կողը մարդ չկա, դու ինչի ես գնում թշնամու հետ, բանի, նորմալ երկկողմ համագործակցության ձևաչափերի նման նախադեպեր բանանելու, ստեղծելու։ Էկուզ մյուսոր, դե պարզ է իրանք չեն անելու, բայց էկուզ մյուսոր, որ ազգային իշխանություն եղավ, դռնեդուր ընկած ասեց ժողովուրդ, հələ այստեղ իրար ենք ուտում այս 100 եւ ավել տարիա, մի հատ հələ եկեք, որդ կա, հələ մի հատ եկեք, նստենք, մի հատ բան արեք, մեզ նստացրեք սեղանի շուրջ, մի հատ խոսանք։ Որտեղ առանց միջնորդ չի լինում դա, գնացեք գիր գրականություն կարդացեք, ցանկացած թույլ կողմ կամ ռեսուրսային առումով զիջող կողմ դրա կարիքն ունի։ Դե թող Իսրայելը Ամերիկայից բան չանի, օգնություն չստանա, բախի է ստանում։ Պաշտոնաթող չեմ հիշում, պաշտոնաթող պաշտպանության նախարար էր, ինչ էր, բանի կռիվը որ սկսել էր, Պարսիկի կռիվը որ սկսեցին իրանք այս տարի ամառը, մարդը ռիսկով կայնեց ասեց առանց բանի, առանց արտաքին աջակցության Իսրայելը յոլա կգնա իր պաշարներով 2 ամիս։ Բախի այդ մարդուն չքարատեցին, չասեցին դու գործակալ ես, շպիոն ես,
որովհետև Իսրայելում միգուցե կան մարդիկ, որ դրանից կատաղել են, ամեն տեղ էլ ամենձև մարդ կա, բայց ընդհանուր հասարակական քաղաքական գիտակցությունը այդ առումով առնվազն առողջ է։ Մարդիկ հասկանում են, որ հաղթեր բա իրանց ընկալմամբ շունուգելի մեջ ենք։ Բա իհարկե մեզ արտաքին նեցուկ է պետք։ Նույնը նաև երբ որ հələ պատերազմ չի, բայց դիվանագիտական պատերազմա խնդիրներ կան, բա գնաց երկու նստես ինչ դառնում է միշտ բանակցությունները Եվլախի բանակցությունները երկու նստած էին Ղարաբաղյան կողմներ, հա դրոշ չկար, Ղարաբաղյան կողմներ, չէ, ադրբեջանցիք գիտեին, որ Ղարաբաղյան կողմն է, ու ադրբեջանական կողմներ։ Բայց այդ տեսակ ասիմետրիկ բանակցությունները պրոստը թելադրում են ինչ պետք է արվի։ Ոնց որ Ալեքսանդրապոլում Ղարաբեգ իրենք նայում էին Խատիսյանին, ասում էին մի հատ պատուհանից խնդրում եմ, հարգելի պարոն Խատիսյան, դուս նայեք, մարդը դուս էր նայում, տեն մեր կախաղան հանված, ասենք հայ բաներ, սպաներ, հայ պաշտոնյաներ, ասում եմ խնդրում եմ ստորագրեք։ Երկկողմ բան է։ Մեզ թուրքերի հետ առնչվելու համար երրորդ կողմ պետք չի, որտեղ երրորդ կողմը փնտրում է իր շահերը, մենք պետք է ինքներս խոսենք թուրքերի հետ։ Լևոնականների միլիոն տարվա նադրի թվի քարոզչությունը։ Խոսում եք մի երկկողմ թուրքերի հետ։ Ձեր կուսակցի, ձեր գաղափարակցի տղեն է խոսում հիմա քլչի հետ, լավա դուրներդ գալիս է։ Հետեւաբար սա առաջին մահացու վտանգներից մեկն է, որ իրանք ստեղծում են նորմալություն, եկուց այդ ասածս ազգային իշխանությունը, որ անգլի ինտերնետով ասի ժողովուրդը լեկեք ստե իրար են գուտում։ Միջնորդ կա, այս մոլորակի վրա, կասեն, բախբեր, բայց լավ էիք ոնց որ իրար հետ է։ Ձեզ գազ էին տալի, նավթ էին տալի, շուտ էին տալի, դա ստրատեգիական ռեսուրս է։ Ինչ եք ուզում։ Հələ իրանցից առաջ Ալիևը կասի։ Ալիևը կասի ախպեր, ոչ մեկ ստե չներգրավի, ստե երրորդ կողմ ներգրավեց ապակառուցողականությունն է, դա հիմա ես ոնց որ բռնեմ որպես Ադրբեջան ներգրավեմ Ռուսաստան-Բելարուս հարաբերությունում, ձեռ եք առնում կամ Ռուսաստան-Չինաստանի ինչ գործն է։ Հա որտեղ ինչ որ մի հատ թեր հասկացություն, թեկուս շահերի բախում չկա, բայց մենք այս մարդկանց վառելիք ենք տալի, ձեռ եք առնում։ Խի կարող է մեր կարիքների համար պետք չի, մենք ինքներս էլ ենք բենզին ներկրող, Ադրբեջանը բենզին է ներկրում իդեպ։ Գոսի մենք ինքներս ենք ներկրում, հələ տեսեք իրանց ինչ մաչելի գներով տալիս ենք։ Հազիվ սկսել ենք իրար հետ խոսալ։ Ով եկավ ստե փորձեց որպես բան նստի, միջնորդ իրան հայտարարի ասի ես միջնորդ եմ, չեմ ճանաչել, ուրեմն դա գալիս է ինքը իր շահերը սպասարկելու։ Всё։ Իսկ եթե հայերն են զորով գնում բերում, ուրեմն հայերը մեր վրա մարդ են բերում, էլի չեղավ միջնորդը, եթե հայերը մեր վրա մարդ են բերում, մենք եկեք թուրքերին կբերենք։ Օպ։ Շղթան փակվեց։ Այ թե ինչ ցեղասպանական արհավիրքա մեր գլխին սարքվում այս դեֆակտո իշխանությունների կողմից։ Էս էլ է առաջի կետն, 6 հատ էլ դեմը կա դիմացեք։ Երկրորդ կետը կախվածության ենթակառուցվածքն է։ Դե սրա մասին շատ է խոսացվել, առանձնապես նոր բան էստեղ Աշտը դժվարանամ ասել, կարիքն էլ առանձնապես չկա, բարձր այդ ինչ որ մեկը քեզ տալիս է քրիտիկական պաշար, քրիտիկական ռեսուրսային պաշար, դա կախվածություն է առաջացնում։ Բայց կախվածություն էլ կա։ Հիմա դե ֆակտո իշխանությունների քարոզչական լծի տակ գտնվողները կարող ասեն, բա որ ռուսներից էինք ստանում, հա, ռուսներից ստանում էիր, բայց ռուսը չէր ասում բանը Հայաստանի Հանրապետության տարածքը հարավային Ռուսաստանն է, Երևանը պատմական ռուսական մայրաքաղաք է, այդ մենք ենք տենց բան արել, հայերին նվիրել։ Չնայած որ պատմականորեն ռուսը կարա ասի մուսուլմանները բան էին անում, հայերին չէին թողնում իսկ անձրևից հետո փողոց դուրս գալ, հենց նույն Երևան քաղաքում, որ այսօր իրանց մայրաքաղաքն է, հապարտանում են։ Մինչև մեր գալը իրանց սիրելի պարսիկները չէին թողնում, ասում են որ անձրևա գալի, բան են գյավորներին ասեք դուրս չգան փողոցները լցվեն, բան են անում, մխտրում են օդը։ Մենք եկել ենք 1827 թվին այդ քաղաքը բան ենք արել, պարսիկներից վերցրել ենք, դե սարքել ենք բան, հայկական մարզ Արմենսկի մարզ, թե Արմենսկա օբլաստ, չէ, կարծեմ հենց Արմենսկի մարզ էր կոչվում։ Հələ ռուսները որ պատմականորեն կարան այդ ասեն, բայց ասել են ռուսները բանը, Երևանը այդ մեր պատմական քաղաքն է։ Այսինքն կախվածություն էլ կա, այս աշխարհում բոլորն են բոլորից կախված։ Նույնիսկ միջազգային հարաբերությունների նման տեսություն կա, այժմ նման տեսական հայացակետ կա, փոխկախվածության տեսություն, interdependency theory։ Այսինքն ոնց պետք է լինի։ Պրոստը դու պետք է ինքնիշխանությունը հենց այդտեղ է,
որ դու որոշես թե դու ումից ես կախվում, ասենց ասած։ Դե այտենց եթե հիմա էլի կենցաղային հարաբերությունների վրա տարածենք, ոչ մեկի հետ թող չամուսնանա, ընտանիք չկազմի, ոչ մեկի հետ նույն հարկի տակ չապրի, ասի դե դա բան է, կախվածություն է։ Հա, ինչ որտեղ դա կախվածություն է։ Ինչ որտեղ դա փոխադարձ պարտավորություններ են, սահմաններ ճանաչելա, հարգելա, դե դա անասունի պես ապրենք։ Իսկ անասունները տենց չեն ապրում։ Որոշները կան, միայնակյաց են, արջը օրինակ։ Դա մեն մարդ չի դարել արջը։ Ուղղակի էվոլյուցիա չի ապրել, էլի այդքան թե միայնակյաց է եղել։ Սոցիալական կենդանի չի դարել։ Հետևաբար այստեղ կախվածություն է առաջանում Ադրբեջանից, ըստ որում կախվածություն բան չի, մակարոն չեն բանանում, ներմուծում, որ ասես հա դե լավ մակարոն հիմա որդեից լինի կարամ չարեմ։ Եթե այս միտումը շարունակվեց, ապա սա ստրատեգիական ռեսուրս է։ Մեկը ասենք այդ ատոմային ենթակառուցվածքն է։ Օրինակ մեր ատոմային ենթակառուցվածքը պարզ ամբողջությամբ կախված է Ռուսաստանից։ Եվ ոնց որ հումքի առումով, հետո այդ թափոնները յոլա տանելու առումով, ու պարզ է, sense բանը պետքա, այսինքն կամ պետք է ինքնաբավ լինես, որ մի 3-4 երկիր կա, կարծեմ Ճապոնիան, Գերմանիան, Ամերիկան, Ռուսաստանն, կարող ինչ-որ բաներ բաց թողեցի, բայց համերասաղ ասեցի։ Կամ էլ հա դե պարզ է, պետք է կախված լինես, բայց ինչ պետք է լինես։ Բայց էլի պետք է որոշես ումից։ Եվ հետո գալիս է դե իհարկե զենք զինամթերք, ընդհանուր անվտանգային համակարգ ու նաև այո, վառելիք։ Մեր ամենացավոտ հարցերից մեկն էր այս հանրապետության կայացման տարիներին, Ղարաբաղի առաջին հաղթական պատերազմի տարիներին։ Հիմա այդ վառելիքը գնալու է բանին, բանակի օրինակ մատակարարմանը թուրքերը ախմախ են, մի բան տան, որը հետո իրանց դեմակարակելու պարշի, որ հետո հարց են դնելու, որ ուրեմն պետք է բանակը սենց։ Ոստեղ երրորդ կետին են գալիս, երրորդ մահացու կետին, որ Ադրբեջանը սրանով նաև հայկական թեմաներում, այսպես պարզ լեզվով ասենք, հայկական թեմաներում ստանում է ձայնի իրավունք։ Դա կլինի հենց ինքնին Հայաստանի ներսում, թե Հայաստանի շուրջ։ Ալիևը հետևողականորեն տանում է այս քաղաքականությունը, գիտեք, ընդհանրապես պետք է լուրջ ընդունել, էլի թշնամուն։ Բաներ կան, որ նույնիսկ մարդու աչքերում կարաս կարդաս, բացի իր գրած տեքստից, աչքերում, հայացքում, կեցվածքում, իրանք որ 20 թվից էսկոմ ասում են, որ Արևմտյան Ադրբեջան, այո, իրանք դրանից առաջել էին դա ասում, բայց տարբեր մակարդակով, տարբեր ինտենսիվությամբ, երբ տարբեր լրջությամբ։ Հիմա դու զգում ես, որ ասելուց բացի Ալիևը անձամբ, ըստ որում, քիչ թե շատ իրան ճանաչելով, բնականաբար ոչ թե անձամբ, այլ ճանաչել ասելով, լավ հասկանալով, ուսումնասիրած լինելով, ես հասկանում եմ, որ այդ տղեն ռեալ նույնիսկ տենց է զգում, որ էսի իմ Բոստանն է։ Կհիշեք, ես վերջերս ինչ-որ հերթական անկապությունն էին մոգոնել, որ Հայաստան-ԵՄ համագործակցության, թե փոխգործակցության ինչ-որ շրջանակաձև փաստաթուղթեր ինչեր Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնական բան արեց, հայտարարություն արեց, որ հոփ հələ մի րոպե մեր շահերը հաշվի առել եք։ Դրանից առաջ էլի նախադեպ կար, երբ որ այն անկապ բաներին էին բերել եվրոդիտորդներին, որոնք իրականում Գորիս Եղեգնաձոր նստած զբաղված էին Ռուսաստանի թեմաներով բանով, ինֆորմացիա հավաքելով, ըստ որում բացաչքյարա, կարող ասենք մոտենային Գորիսի բնակչին կամ Գորիսի ինչ-որ մի գյուղի բնակչին, ասեին դուք ոնց եք վերաբերում Ռուսաստանի քեզ, ինչ դու եկել ես դիտորդություն արես, թե Ռուսաստանի մասին ինֆո հավաքես։ Դրանց գալու վախտն էլ Ադրբեջանն ասում էր, вообще-то պետք է մեր հետ համաձայնեցվի, նախ իրանք մեր կողմում չեն կանգնելու, երկրորդ, դաժե որ այն կողմում են կանգնած, պետք է մեր հետ համագործակցվի։ Ես հասկանում եմ, վստահ է կարող եմ պնդել, անշուշտ փաստելը հենց որպես փաստելը բարդ է, բայց պնդել ես կարող եմ եւ ինքս համոզված եմ դրանով, որ Ալիևը նաեւ այդպես է անցալում, որ այս իմ ազդեցության բանն է, գոտին է, սա որ Ադրբեջանի տարածաշրջանային աշխարհակաղակական հավելվածն է հետ այսօ։ Խնդրում եմ հաշվի առեք, այդ իմ extension-ն է, ասենց ասած, անունը բանը կապ չունի, բայց այդտեղ իմ շահերը կան։ Եվ հիմա մի հատ էլ էս բանով, վառելիք մառելիքով, էլի լավ նախադեպ է, որ ասի խնդրեմ, նույնիսկ ես այդ երկրին իմ ամենաթանկ բանն եմ տալի, այդ ապրոստի միջոցն է։ Մի հատ կլինի հաշվի առնեք, էլի իմ ձայնը տեն ինչ-որ փաստաթղթեր եք նախաստորագրում, ես ինչ եք անում։ Սա էլ երրորդ մահացու կետը, չորրորդը
էլիտայա կերտում պարզա որ ինչ որ տնտեսվարող սուբյեկտներ կան որ ներկրում են այդ բանը որտեվ զուտ ֆորմալ առումով պարզա փաստացի Ադրբեջան պետությունը տալիս է Հայաստանի պետությանը իսկ այ ճիշտ Հայաստանի դե ֆակտո իշխանություններին ավելի ճիշտ ասած բայց զուտ դե յուրե պարզա որ ինչ որ մասնավոր իրավաբանական անձ տնտեսվարող սուբյեկտ տալիս է բանի ներկրողն էլ Հայաստանի ինչ որ իրավաբանական անձ է այդ բանը ապրանքը այսպես ասած ներկրում է եւ պարզա որ այդ ներկրողը կապված է Հայաստանի դե ֆակտո իշխանությունների հետ ամեն հավանականությամբ պարզա որ տխրահրճակ բանն է գործարարն է բայց նենշի մենակ ինքն է ու նենշի որ խնդիրը անձն է խնդիրը որ սրանով այս տեսակ ռազմավարական ապրանքի ներկրումով Ադրբեջանը հնարավորություն է ստանում նաև Հայաստանի ներսում էլիտայակերտման, այսինքն առաջանում է արդեն մի հատ դասակարգ, որի շահերը ուղիղ նույնացած են Ադրբեջանի շահերին։ Բայց այդ դասակարգը հայաստանյան էլիտայի մաս է, այդ դասակարգը ազդեցություն ունի Հայաստանում եւ այդ դասակարգը նաև գործիքակազմ ունի միջոցների առաջ խտրություն չդնելով իր շահերը պաշտպանել։ Ոստեղ արդեն ստացվում է, որ երկրի ներսում կա էլիտար մի հատ խումբ, որի շահերը տրամագծորեն հակառակ են ազգի հայրենիքի շարունակականության շահերին եւ ուղիղ կապված են բանի հետ ադրբեջանական շահերի հետ, թշնամական շահերի հետ։ Եվ սրանով Ադրբեջանը իսկ նաև հնարավորություն ստանում այդ process-ին մասնակից դառնալու։ Սա հենց նախկին թողարկումներից մեկում հիշատակածս կոմպրադորական դասակարգն է։ Այսինքն առևտրական էլիտա, որը շահագրգռված է երկիրը գաղութացնողների ապրանքները գնելով եւ սեփական երկրի ներսում դրանք վաճառելով։ Այսինքն կոմպրադորական դասակարգը ուղիղ թշնամի է այդ երկրի ինքնիշխան պրոյեկտին։ Ըստ խոսքը ներմուծման մասին չի միայն ներմուծումը կոմպրադորությունը ուրիշ բան է, այլ եմ կրկնում կոմպրադորությունը, երբ որ դու երկիրդ գաղութացնողի, մեր դեպքում նաև երկիրդ գրավողի, գրավել պատրաստվողի հետ ես քո առևտրական շահերը կապում, ու ոչ թե դա ուղղակի ներմուծման ակտ է, օրինակ հիմա մեկը կարա ասի, դե վախտինն էլ Թուրքիայից շոր էին բերում։ Այդ բերողները հələ կոմպրադոր չէին, միգուցե իրանք նախադրյալները ունեին տնտեսական, գաղափարախոսական, բայց մինչև 2018 թվականը կոմպրադորական դասակարգ չի եղել, որովհետև նախ ծավալներ ուրիշ, երկրորդ ընդհանուր պետական գաղափարախոսություններ ուրիշ եւ երրորդ շորը շոր է։ Շոր արտահանելով ինչ-որ միտեղ դու շուկայի հանդեպ ես որոշակի բան ստանում։ Շուկա է ստանում ընդհանրապես, եթե ճիշտը խոսանք, էլի։ Հիմա որ մի օր աստված տար մեկ օրենք ընդուներ որ Թուրքիայի շոր ներկրել չկա կփակվեր այդ թեման կպրսեն շուր ուրիշ տեղից կլներ մի քիչ տան կլներ մի քիչ էժան կլներ հայրենական արտադրողը կխրախուսվեր այդ թեման կփակվեր շորը շորա շոր արտահանելով դու շուկայի մասնաբաժին ես ստանում վառելիք ուրան միջուկային զենք որ բարձա ոչ մեկ չի արտահանում զենք ասեցի չէ արտահանելով դու իրականում ստանում ես այո բան էլիտայակերտման հնարավորություն ուստեղա որ առաջանում է այդ բանը կոմպրադորական դասակարգը որովհետև եթե շորի դեմը կարա շատ հեշտ փագես այս նշածս ապրանքները մեկ որ խասյաթ է դառնում շատ դժվար է դրանք վահանել փագել հիմա մենք կհասնենք մի օրվա երբ որ կկանգնենք կասենք մի բան արեք այս մի զիջեք այն մի զիջեք եւ այլն կասեն յա այդ 90-ականների մութն ու ցուրտն եք ուզում այդ որը տենց ռևանշիստական բաներ եք ասում բա որ ես մարդիկ այդքան քֆրտում անպատվում եք ես մարդկանց անշնորհակալներ ձեզ բան են անում վառելիք են տալի դա որ այդ մարդկանց տենց անպատվում եք բռնեն կտրեն ինչ եք անելու սառելու եք սաթրջանելու եք ու այդ ժամանակ արդեն ստիպված պիտի այդ փաստարկին հակադարձել կարող արդեն բոլորը մոռացած լինեն որ մի րոպե բայց մենք ոնց հասանք այդ կետին ով սկսեց այդ բանը վառելիքը բերել ով այդ կախվածության ինֆրաստրուկտուրան սարքեց Հայաստանի ներկայիս դե ֆակտո իշխանությունները եւ նրանց որպես նաեւ էլիտա որի շահերը ուղիղ կապված են թշնամական շահերի հետ
5-րդ կետը, եթե հիշողությունս չի դավաճանում, մի քիչ էլի քիչ է քննարկվում, բայց անձնական իմ դիտարկմամբ սա ինչ որտեղ Միչանսկի պրոտոկառուցվածքն է։ Միչանսկի պրոտոտիպն է, ավելի ճիշտ, այս տարբերակը, այսինքն Ադրբեջանը էլի նախադեպ է ստեղծում, այս ներկրված պարտիայի մեծությունը ես իմ ինչ չի, եթե զուտ բանով դատենք էլի ծավալներով, ինքը ամեն ինչը նախադեպի համար է արվում։ Սրանով Ադրբեջանը էլի նախադեպ է ստեղծում, որ Հայաստանի տարածքը նաև տարածաշրջանային առումով եւ իր շահերի պրիզմայից դիտարկվի եւ ներկայացվի որպես ադրբեջանա-թուրքական շահերի համար տարանցիկ գոտի, ոչ թե ինքնիշխան պրոյեկտ, որը ինչ որ իր շահեր ունի, մենք նստենք, լսենք, ոնց ժամանակին էին ուզելով, ոչ այդքան ուզելով լսում մեր շահերը, որ ասում ենք չէ Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, կարող լինի որտեվ SSS փաստարկները ու ստիպված միջնորդախառը, բան նույն Ադրբեջանը ստիպված նստում լսում էին։ Հիմա Ադրբեջանը այդ նախադեպն է նաև դնում, որ Ժորժան, սա տարածք է ընդամենը։ Հիմա հա ինչ որ վարչակարգ կա, բան եւ այլն, բայց սա տարածք է, որը մեր միջանցիկ եւ ոչ միայն մեր ամբողջ մոլորակի, ամբողջ տարածաշրջանի համար սա մեր միջանցիկ տարածք է, որտեղ մեր շահերն են, ոչ թե հենց ինչ որ ինքնուրույն շահ կա, մեր շահերն են այդտեղ։ Այդտեղով մենք էս ենք տանում, այն ենք տանում, էս ենք բերում, այն ենք բերում։ Մենք 20 թվականից խոսում ենք այս Միչանսկի մասին, Զանգեզուրի Միչանսկի։ Հիմա դա Թրիփի անվան տակ են ուզում բան անել, կյանքի կոչել, բայց էս էլ է պետք բան անել, ֆիքսել, որ սա ինչ որ նախա միջանցքային, պրոտո միջանցքային դրսևորում է իրականում։ Հիմա սա ինքը միջանցք չի, բայց օրինակ կարա հեշտացնի Միչանսկի հարցը։ Ասեն տեսեք, այս մի նախադեպը կա, ինչ վատ է։ Հիմա օրինակ որ ընդ բան է ալնում, բենզին է գնում, ինչ է։ Այդ որ այդքան հայկական ընդդիմությունը եկեղեցին Սփյուռքը իրանց ճղում են, ինչ է ալնում, թունավոր այդ բենզինը, ավտոները տրակում են, ավտոները ջարդվում են, ինչ ալնում, վատ է։ Բա հələ եթե ավելի մեծ միջանցք կլինի, այն զակոննի պեչատով միջանցք, ապրանքները գնան, ինչ վատ կլինի։ Սա էլ մյուս բանը վտանգը։ 6-րդը, որ սրանով Ադրբեջանը կարողանում է եւ իհարկե Ադրբեջան ասելով նաեւ Հայաստանի դեֆակտո իշխանությունները կարողանում են ստեղծել խաղաղության պատրանք։ Մենք ինչ ենք ասում 20 թվականից, ասում ենք պատերազմը չի ավարտվել, Ադրբեջանը ավելի մեծ չափով է շարունակում Հայաստանի դեմ պատերազմական գործողությունները։ Հիմա եկեք մենք նայենք պարզ լուր սպառողի, չեմ սիրում այդ բան լեքսիկոնը, նեոլիբերալ պրոդուկտ սպառող, ես իմ ինչ։ Բայց նայենք պարզ, ասենք լուրեր լսող մարդու տեսակետից։ Օրոս մեզ մորթի 5 տարյան նույն բանն են ասում, հա, ոչ մեկս սաղոսի հիշում են կռիվ ա եղել, պատերազմ ա եղել, բայց դե ախպեր մեր պապերից էլ լսել ենք, ամեն ինչն է մի օր պրսնում ա, բանում է, այն մարդիկ այնտեղ բան են անում, բենզին են բերում, սրանք ստեղ ասում են բանը, Ադրբեջանը պատերազմական գործողություններ ա վարում մեր դեմ, լավ, դե այս տղեկն էլ մի քիչ արդեն շատ են էլի բան անում, յանները մի քիչ երևի տարել ա, ինչ պատերազմ է, բենզինից ենք խոսում ախպեր, կոպեկներով, չգիտեմ կոպեկներով ա, կոպեկներով չի, որպես ուղղակի բան քաղաքացի այդ առումով չեմ հետաքրքրվել, ենթադրաբար պետք է որ մաչելիոտ լինի, հաշվի առնելով որ նաև քիչ ցամաքային տարածքա բան անում, անցնում եւ նաև սա իմաստը է դա որ բան լինի, հա։ Այն ձրի պանիրը էլի որ լինում է բանի մեջ, թակարդի մեջի ձրի պանիր պետք է լինի։ Սա էլ է շատ վտանգավոր, այս խաղաղության պատրանքի ստեղծումը, որով փաստացի բթացվում է հայ ժողովրդի զգոնությունը, այս քաղաքականությունը, որ Հայաստանի դեֆակտո իշխանությունները վարում են, ու Ադրբեջանից, երբեմն Ադրբեջանից ստացած պասերով, երբեմն հենց իրանք խոդով, այս մաքուր նացիստական քաղաքականության հետ եմ համարում, որտեվ սենց արդյունաբերական մասշտաբներով ապագա զոհի ուղեղը լվանում էին եւ մեկ էլ նացիստները։ Այսօր արդեն բերեցի հрьяաների օրինակը,
երևի ամենասարսռազդու, ամենացինիկ դրսևորումը ամբողջ մարդկության պատմության մեջ որ եղել է, ոչ թե ուղղակի դաժան, ցեղասպանական, այլ նաև ցինիկ Տրեբլինկայի համակենտրոնացման ճամբարն էր, որը կահավորված էր այնպես, որ տպավորություն ստեղծվի, թե այն երկաթուղային կայարան է, համակենտրոնացման ճամբարի մասին ենք խոսում, որտեղ տասնյակ հազար, եթե ոչ 100,000 մարդիկ են սպանվել, ինքը կահավորված էր, այդպես է իր դիզայնը, ինչ որ մեկը ընդ չէր եկել Իրանից տենց հորինել, ասել եկեք սենց բան անենք, ձեռ առնենք մեր զոհերին, չէ, հենց այդպես էր դա գծագրված պետականորեն, որ լինի արհեստական դրամարկղ, արհեստական սպասասրահ, ժամացույց, ոչ արհեստական ընդհակառակը ժամացույց, որ բոլոր կլոր ժամերին, կլոր այսինքն քարոր ժամերին տկտկում էր ազդարելով, որ ուրեմն գնացքի ժամն է, հրեաներին, երբ որ հիմնական հրեաներին զոհերին որ բերում էին այդտեղ, ասում էին, այս բանա երկաթուղային կայարան է, միջանկյալ կայարան է, այստեղ մի քիչ կմնաք, հետո այստեղից դες ավելի ապահով տեղ ենք տանելու։ Այսինքն այդ գալու պահից արդեն այդ մարդիկ անզեն էին, այդ մարդիկ դիմադրություն ցուցաբերելու զրոյին ձգտող շանսեր ունեին, բայց նույնիսկ այդ մարդկանց դեպքում մինչև վերջ այս քարոզչական մեքենան աշխատում էր նրանց զգոնությունը, վտանգի զգացողությունը բթացնելու համար։ Ու խոսքը նրա մասին չի, որ բոլոր հրեաները դրան հավատում էին, բայց առնվազն դա ապակողմնորոշում էր եւ թուլացնում էր դիմադրողականությունը։ Ավելի պարզ ասած, եթե դա չլիներ, կամ ընդհակառակը, մարդկանց հստակ ասային, որ ձեզ դե բերել ենք սպանելու համար։ Նույն անզեն մարդկանց։ Այդ պայմաններում դիմադրելու, ապստամբելու, ոնց օրինակ Վարշավայի գետոյում, հավանականությունը կմեծանար համեմատած նրա, երբ որ դու մարդուն ասում ես, չէ, հանգիստ, այստեղ բան ենք արել։ Երկաթուղային կայարան այն, այն դրամարկղ, կիոսկ, նստարան, սպասասրահ, ժամացույց։ Նույնիսկ անզեն մարդու դեպքում, անզեն մարդկանց դեպքում, երբ որ նախապատրաստվում է գենոցիդ, նախապատրաստվում է ցեղասպանություն, շատ կարևոր է բթացնել այդ մարդկանց զգոնությունը, որ հանկարծ իրանք վտանգ չզգան եւ չփորձեն դրա դեմ այս կամ այն կերպ ընդվզել, որ մաքսիմալ հեշտ լինի այդ ցեղասպանական ակտը։ Թուրքերն էլ իդեպ, թուրքերն էլ են այդպես արել, դրա մասին շատ առատ գրականություն կա, որ իրականում հայոց ցեղասպանության իրական գործադրման մեխանիզմը նախատիպներ հոլոկոստի եւ նաեւ գրականություն կա այն մասին, որ ինչ որ բաներ միգուցե հենց գերմանացիներն են խորհուրդ տվել Օսմանյան իշխանություններին, ինչ որ բաներ ուղղակի թուրքերը լինելով այդպես բյուզանդական կայսրության այդ հազարամյա պետական տրադիցիայի շարունակողը իրանք են ֆայմել, հորինել, իսկ հետո արդեն նացիստները դրանք փոխարել են, որտեղ նաև Հիտլերի հայտնի խոսքը կա, որ խփեք թո այդ ով այ հիմա հիշում հայերի ջարդերը, ցինիկ խոսք է, բայց նույնությունները շատ են, այդ թվում այո, նաև անգամ թուրքերը, որ հələ դժվար է ասել, որ գերմանացիները նաև էթնիկ թշնամանք ունեին հրեաների հանդեպ, չէ, էթնիկ մրցակցություն միգուցե, այդ էլ սկսած, ասենք 10-19-րդ դարերից, բայց հենց էթնիկ թշնամանք ինձ նման պնդումներ, պատմագիտական հայեցակետեր հայտնի չեն, բայց որ թուրքերն ու ինչ որտեղ նաև քրդերը ունեին էթնիկ թշնամակ հայերի հանդեպ, այդ փաստ է, բայց նույնիսկ իրանք չէին գալի ասում, հելեք ձեզ տանում ենք անապատ կոտորենք, ասում էին բան արեք, մի երկու կարևոր բան վերցրեք, այնքան նա ճամփի համար, տանում ենք ապահով տեղ, պատերազմը բան այս նեղ մաջալինս թե չմնաք Գյորգյուլի բաժին դառնաք, հետո էլի հետ կգաք։ Հիմա նույնն է այստեղ է, Ալևը մի կողմից Արևմտյան Ադրբեջանն է ասում, որ գնալու ենք ավտոներով, ոտով, էշով, ջորիով, մյուս կողմից այստեղ ամեն ինչ անում են համոզելու համար, որ խաղաղություն է, մի անհանգստացեք։ Եվ պատկերացեք հիմա ինչքան է էլ ավելի տեղից էլ բարդոտ էր, բայց էլ ավելի է բարդանում բացատրել, որ չէ, խաղաղություն չի, ընդհակառակը ընթացող պատերազմը, ոչ խաղաղություն, ոչ պատերազմ էլ չի,
Դες մի հատ տերմին ունեինք այն ժամանակ, մինչև 2018, ասում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, դու չէ, հիմա հենց պատերազմ է։ Ասեմ, բան ա գալի, բենզին ա գալի, կարող է всё-таки ճիշտ են ասում, էլի էս սրանք աշկից լույսը չեն, այս հայլուրը հմեկը, բայց կարող է всё-таки ճիշտ են ասում։ Եվ 7-րդ մահացու սպառնալիքը ադրբեջանական վառելիքի ներկրման հետ կապված, այն կարող է ավելի պակաս կարևոր թվա, քան նախորդները, բայց միգուցե նաև ինքն ամենակարևորն է, որ սա ադրբեջանական նարատիվի, ադրբեջանական պետական կազմավորման եւս մի հաղթանակն է հայկականության դեմ։ Ուղղակի հայկականությունը չէր կարողանում այդ կռվին մասնակցել, որովհետև Հայաստանը օկուպացված է հակահայկական իշխանության կողմից, այնպես ոնց որ տեխնիկական պարտություն ենք էլի մենք բանանում գրանցում, բայց ամեն դեպքում այդ պարտությունը գրանցվում է, նույնիսկ եթե դու ստադիոնում չես, հիմա պլեն ես ընկել, բայց սուդյան ինչ անի, ստադիոնում չես, 3-0 գնաց։ Ինչ նկատի ունեմ, որ սա ադրբեջանական նարատիվի հաղթանակն է, որովհետև թե Օսմանյան կայսրությունը, թե նրա իրավահաջորդ Թուրքիան եւ թե Ադրբեջանը որպես մեծ հաշվով Օսմանյան կայսրության կերտածո միշտ հայերին պատկերացրել են որպես լավագույն դեպքում ադրբեջանական թուրքական ադրբեջանական համակարգին, պետական համակարգին լծորտված ինչ որ էթնոմշակութային միավոր լավագույն դեպքում, այս գագաթնակետն է, սրանից են կողմ, ուրեմն պետք է չլինի հայությունը, սա է իրանց պատկերացումը, և մինչև այսօր իրանք ցեղասպանությունն են դրանով արդարացնում, ասելով, որ հա, բայց դե խիտ են արեցիք, էլի, դե բա ինչ անեինք, բա չկոտորեինք, վատ էր մինչև այդ, ինչներ էր պակաս, օրինակ իմ մեծ պապը պատմում է, ասում է, իր կառապանը հայ էր, ոսկերիչը հայ էր, Ժորժ ջան, ինչներ է պակաս հելակ ույան-բույան արեցիք, մենք է ստիպված ամբողջականության համար մեր պետության ձեզ կոտորեցինք։ Ինչ նկատի ունի, ասում է, մեծ պապս պատմում էր, ոսկերիչը հայ էր, կառապանը հայ էր, հայերը սպասարկող անձնակազմ են, մեծ պապը ով գիտի մի հատ մեծ քյազեմ ինչ ա եղել, կղանք ա եղել, ու դե պարզ է ունեցել է սպասարկող անձնակազմ, մի երկուսն էլ հայ են եղել, վատ էր։ Դուք սպասարկում էիք, մենք պետություն էինք կերտում, պահում, ինչները էր պակաս, պետություններս էր պակաս, մեր իսկ հայրենիքի վրա։ Այսինքն թուրքական նարատիվը, որի մասը նաև ադրբեջանական նարատիվը, հայկական պետություն ստեղ չի պատկերացնում, հայերը պատալոգ որպես թուրքական համակարգի մեջ, էլի եմ կրկնում, էթնոմշակութային ինչ-որ նախշանկար, ոնց որ ես իմ Սարոշկի բանը, մեր հայկական նախագծի լոգոն, այդտենց ինչ-որ մի նախշանկար, որ ասեն դե հա մեր մոտ լեզգիներ էլ կան, էսել կան, էնել կան։ Հաջիևը մի անգամ գնացել էր բան, հələ մեր լավ վաղտերը մինչև 2018-ը Ամերիկա ինչ-որ Հարվարդ էր գնացել, ուր էր գնացել, ու այնտեղ հայեր էլ կային, հանրային դասախոսություն էր կարդում, դա ընդունված պրակտիկա է, ինչ-որ պետական գործիչ է, թեկուզ օտար երկրի է, եկել է ինչ-որ բան ասում։ Ու նույն տեքստն էր։ Ախր ասում է, մինչև 1988-ը Բաքվում ինչքան հայեր կային, հարուստ, դիրքի հասած, հարգանք վայելող, էս ինչ եղավ։ Բայց այդ հայերը Բաքվում էին, իսկ Բաքուն Ադրբեջանինն է, ու դա ոչ մեկ չի էլ վիճարկում։ Իր ասածը, որ ուզում եք լավ լինեք, հարուստ բան եւ այլն, մեր կազմում պետք է ելնեք։ Դրանից դուրս ինչ-որ բան փորձեցիք, կընտրեմ։ Հիմա այս բանով, այս բենզինի թեմայով եւս մեկ անգամ ոնց որ իրանց այդ նարատիվային պնդումը կյանքի իրավունք է ստանում, էլի։ Որ ապեր ռազմավարական հարցերը էդի մեր վրա է այս տարածաշրջանում։ Դուք չկաք ռազմավարական առումով։ Դուք մաքսիմում կարաք լինեք, քանի դեռ ձեզ խելոք եք պահում։ Տենց էթնոմշակութային ինչ-որ բան։ Կարակ եկեղեցի ունենաք, բայց օրինակ այդ եկեղեցին պետք է կանգնի ասի բաները, գերիները, էս են, Արցախը ես իմ ինչու փագել։ Всё։ Դա չի կարող լինի։ Հա, տենց սա փագելով տակել, այդ ինչ դարավ, դա էլ հայություն չի, դա Հայաստան չի։ Իրոք ինչ-որ մի հատ զանգված է, որը էլի ցանկացած բայ երբ
պետք լինի իրանց կարիքներից ելնի ռազմավարական կդնեն այդ էլ կկոտորեն ճամփու կդնեն կլարեն կգնա կպրսնի սա է ամենակարևոր մոմենտը ստեղ որ այս դրվագով էլի ցույց են տալիս որ ուզածները ինչա էսա պետք է նա պետք ռազմավարական անվտանգությունա պետք է լավ չեն կրակի էսա պետք է մենք կտանք բայց արդյունքում դու միշտ մի պայի հասնում ես նրան որ ասում ես չգիտես բայց вообще-то պետությունն էլ չէր խանգարի էլի այս մեր հողուջուրն է մեր բանն է իա ասում է ուրացող մոռացար այդ սա ու այս ուրացողը ես պատահական չեմ ասում եւ Օսմանյան այսինքն թուրքական պետական նույնիսկ ժողովրդական մտածողության մեջ սա կա որ հայերը ապերախտ են եւ ադրբեջանականի մեջ կա պետական մտածողությունից մինչեւ ժողովրդական ֆոլկլոր ընդհանուր երկերի մեջ որ դուք մեր հացը կերածներն եք ու մեզ մեջքից խփածները բայ մարդը կասի բենզին եմ տալի աղբերն աղբորը այս տվին բենզին տալիս հա վառելիքից կարևոր բան կա էներգիայից կարևոր բան կա բենզին եմ տալի շուռ են գալիս էլի շուռա գալիս էլի իրանց եկեղեցին ասում է Արցախի վերադարձ ես իմիջ բա ուտող ուրացող չեն բա ապերախ չեն բա դուք ապերախտի հետ ոնց կվարվեք մի թաթալոշ չեք տա Նարդոսի ասած մի մուշտի եմ տվել էլի մի թաթալոշ եմ տվել ինչ եք ուզում դրա համար ասում եմ եկեղեցու հարցերը լուծեք փագեք բա ցած ապերախտություն կլինի այստեղ իրանք նարատիվային հաղթանակ են նաև տանում եւ սա էլ պետք է այստեղ ֆիքսվի էլի այդ ես իմիջ չեն անում իրանք հիմա ես ասենց ասում եմ կա տպավորություն ստեղծվի թե մեզնից արևելք մի հատ ասենց մոնստրա ասենց համաշխարհային քաղաքականության գիգանտն է կիսա բլկոց համակարգել Ադրբեջանն է ուղղակի որպեսի համակարգը որը ունի այդ փլվելու պոտենցիալը փլվի ինչ-որ մեկը պետք է գոնե քացով տա էլի հələ Իսկանդերով չխփեցին հասկացանք մեկը պետք է քացով տա այդ համակարգին քացով տվողը չկա այս բան այդպես է ստացվել տարածաշրջանային կոնֆիգուրացիան դե ամենամեծ պոտենցիալը մենք ունեինք մեզ գրավեցին շարքից հանեցին ու դա մանիք հարաբերականորեն ուժեղ է արևում բայց այն ինչ որ ես հիմա թվարկում եմ հա իրանք էլ են շատ լավ հասկանում բայց միևնույն կողմից այդ հասկանալը այդքան բարդ չի հատկապես երբ որ դիմացինը խաղացող չի էլի դիմացը ինչ-որ մի հատ ռեժիմ է որ ընդհակառակը քո կամակատարն է սա այն մասին չի որ Ադրբեջանը բանա ուժեղ է սա այն մասն է որ ուղղակի Հայաստանը գրաված է հայկական շահը ներկայացնող չկա հայկական կողմից խաղացող չկա մենք ուղղակի խաղը սկսվում է թիմը մտնում է խաղադաշտ մյուսը չկա բռնել են բանտարկել են խոշտանգում են չկա սուջան ստիպված չվստնում է ասում է 3-0 բայց Հիսուս Քրիստոսը մենակ գիտի այն թիմը որ ներկայացել էր խաղադաշտ Հաշի խաղալ գիտեր, չգիտեր, գնդակը որ ձեռները ընկներ կարային տշեին, չէին կարա, վռատարը թե հարցակվողին էին կանգնացրել վռատարը, դի մենակ Աստված է իմանում։ Всё, շվացրեց 3-0 գնացինք հանդերձարան պրծավ էս խաղը։ Հաջորդ խաղը էլի չկա, էլի 3-0։ Օրը մեկ է նայում ես, ասում ես էսի վրա 3-0 շխկացնում է այս թիմը, հալալ է այս տղեկին, բայց խաղ եղել է 20 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած խաղ եղել է Ինչ-որ չափով եղել է, ու այդ խաղը ցույց է տվել, որ բլկոց համակարգ է, ճիշտ եմ ասում, որովհետև այն ուժերը, որ իրանք ներգրավել են եւ Արցախյան երրորդ պատերազմին 2020 թվականի եւ Արցախի վերջին հերոսամարտին 2023 թվականի սեպտեմբերի 19-ից 20-ի ցույց են տալի, այո, որ դա փլած համակարգ է, նեխած, այդքան ուժ ներգրավել, այդքան ուժի դեմ ու այդքան արդյունք ստանալ, դա խոսում է կատարյալ ոչ արդյունավետության մասին։ Հիմա այն կողմից որ խաղացող չկա կամ խաղացողները 11 հոգի պետք է լինեն 4 հոգի են, այո, վերջում պարզ է հաղթանակը արձանագրվում է մի կողմին, բայց քաղաքականությունը ընդհանրապես պայքարի լոգիկան արդյունավետության մասին է, պոտենցիալի մասին է։ Հիմա Ադրբեջանը ինչքանով է արդյունավետ, շատ քիչ չափով Որտեվ դնել այդքան ուժ 20 թվին ու 44 օր չկարողանալ արդյունքի հասնել այն արդյունքին, որ իրանք դրել էին քաղաքական արդյունքին, մենակ 44-րդ օրը հասնել։ Այդ էլ այն դեպքում, որ հիշում ենք, որ մենք 11 հոգով չէինք խաղում։ Մենք խաղում էինք, ասենք 5 հոգով, 4 հոգով, մարզիչը չկար։
բարձր մարզիչը բանի կողմից է, այն մյուս թիմի կողմից է, թողի գնացել էր вообще։ Ու այդ պայմաններում, ասենք, պատկերացրեք 90 րոպե իրոք, տենց մի հատ իրավիճակ պատկերացրեք 11 հոգի էս կողմից, 4-5 հոգի էս կողմից մարզիչ չկա։ Փոխարինող էլ չկա, այդ 4-5 հոգին են 90 րոպե վազում։ Իսկ այնտեղ զակոնի 3 փոխարինման հնարավորություն, մարզիչ, երկրպագուներ եւ այլն։ Ու ասենք այդ խաղը ավարտվի օրինակ 4-1 հաշվով։ Գերազանց արդյունք։ Նույնը Արցախի մեկօրյա հերոսամարտը։ Թուրքերը ավելի շատ զոհ են տվել նույնիսկ քան մենք, եթե շուտ պարզ քանակի վերացենք թեպետ մեր կողմից դրանք մարդկային անգին ճակատագրեր են, բայց հիմա վերլուծության համար եթե վերացենք քանակի, մեզին շատ զոհ են տվել։ Սոված բանակի դեմ կռվելով։ Այստեղ է ոնց որ 11 հոգին խաղան 3 հոգու դեմ, այդ 3 հոգուց մեկին էլ օրինակ ասված լինի, որ դու մի պոզիցիա ունես, մենակ ասենք դու պաշտպան ես, չգիտեմ, չես կարա հարձակման անցնես, այսինքն ռեալ գոլը երկուսը կարան ընդամենը խփեն, ու ասենք օրինակ այդ խաղն էլ ավարտվի 8-0, ոսն ջոգիկ 8-0 էս մի խաղը կրեց, այն նախորդն 4-1 էր կրել, գումարային 12-ով 1, դա տվյալ չի, դա քվազի տվյալ է, որովհետև եթե այդ պարամետրերը փոխես, այս կողմից էլ 11 հոգի խաղան, բալեշիկներով, աջակցությամբ, 3 հատ փոխարինման հնարավորությամբ, ինքնիշխան, որ կուզեմ պաշտպան կկանգնեմ, կուզեմ առաջ կվազեմ, այ քեզ բան ոստե բան չի, բանտային ֆուտբոլ չի։ Այդ ժամանակ կտենանք ում մերն է տղա բերել, ոնց որ ժողովրդական խոսքն է ասում։ Նենց որ Ադրբեջանը շատ փխրուն համակարգ է, ուղղակի հələ որ թափտվողը չկա, բայց կլինի։ Եվ թափ տալու հետ կապված վերջին փոքրիկ թեման, շատ հպանցիկ, ոնց հասկանում եմ մեր ներքին դաշտը էլի ներընդդիմադիր ազգային դաշտը էլի անառողջ վիճակների մեջ հանգնում, էլի տավանդական թեմաները, դու պիտի չմասնակցես, դու պիտի մասնակցես, օփշի է, սրանք պիտի չմասնակցեն, նա պիտի մասնակցի։ Գիտեք, չի կարա միտեղ լինի արդարություն, ազնվություն, հաղթանակ, որտեղ ինչ-որ պարզ, բարոյական բաներ չեն պահվում, էլի, սկզբունքներ։ Մեր հաստատ համոզմունքն է, որ այս պայքարը, հայության ներկայիս ազգային ազատագրական պայքարը, ընդհանրական պայքար է։ Այդ պայքարը ունի մեկ խրամատ։ Եվ այո, այդ խրամատում կան տարբեր ուժեր։ Նույնիսկ իրար հակոտնյա, երբեմն լինում է իրար վրա զենք են քաշում, երբեմն նաև իրար ոտերի տակ են կրակում։ Բայց միևնույնն է, դա մեկ ընդհանուր խրամատ է, եւ այդ խրամատում շատերը կան։ Տարբեր ուժեր կան, ազգային ներհայեցողություն ունեցող այս կամ այն չափի։ Ոչ մի խրամատ երբեք միատար չի լինում։ Հենց դրա համար խրամատը ժողովրդական ներկայությունն է, տարասեռը։ Բայց դա մի խրամատ է։ Եվ երբ որ նոր ոնց որ հերթափոխ է գալի, նոր պերեսմենկա է գալի, առույգ, փարմ, երբեք ասենք ինչ որ հարվածներ առանձնապես չստացած կամ շատ քիչ ստացած, որտեվ երկրորդ բանից է գալի, գծից է գալի, երրորդ կամ ընդհանրապես բանից է գալի, զորամասից է գալիս։ Թարմ գալիս, sense բերևից նայել, որ դուք հələ вообще հել եք ստեղից, ինչ վիճակ է, դիսցիպլինա չկա, հա, sense ձերպես բրադյակ եք նես ստեղ կանգնած, դրա համար էլ այսօրյա էլի մեր բանը, առաջնագիծը նորմալ ոչ կարգապահություն, ուտելիք է, ինչ վիճակում է, այն մեկը խիանն է դեղանում, էսա ձեր բաց խրամատը, սաղը թելեք, հեսա տեսեք մենք ոնց ենք պահում։ Չի կարելի, լյուբոյ ծառայած տղա գիտի, որ կդնեն ոտերի տակ իրոք կկրակեն մեկը տենց բան ասի։ Անկամ եթե իրոք այդպես լինի, իրոք, պատերազմ է։ Մարդիկ են զոհվում, բան են լինում, այդ պատկերացրեք, իհարկե ծառայացները տղեկ ավելի լավ կպատկերացնեն, բայց գալիս ես թարմ, պատերազմ է, Երևանից գալիս ես, մտնում ես մի հատ խրամատ, որ այդ մարդկանց 8 տարի է փոխող չկա։ 8 տարի է այդ խրամատում նույն ուժերն են։ Երրորդ նախագահն որպես Հայաստանի Հանրապետական կուսակցության կուսակցապետ, երկրորդ նախագահն է որպես քաղաքական ֆիգուր եւ նրան հարող տարբեր անձինք, միավորումներ, մի խոսքով հայեղափոխական դաշնակցությունն է,
8 տարի այդ մարդիկ այդ խրամատում են։ Հիմա Երևանից թարմ գնաս առաջնագից, ասենք տենաս, եթե այդ 8 տարին վերացենք ինչ որ առաջնագծային բանի, եւ մի 20 օր, sense պրոպորցիոնալ էլի։ 20 օր այդ մարդկանց ոչ մեկը չի փոխել, լողանալու հնարավորությունը չեն ունեցել, 20 տարի դե զոհվելով, վիրավորվելով ընկած են։ Ու հա, երբեմն կարող է լարվածությունից իրար վրա էլ զենք քաշեն, կարող է մեկն հա իրոք չի դիմանում արտական ստրեսին, ասենք քաշում է, սրսկվում է, ինչ ասես կարալնի, դա կռիվ է, դա հանակ բան չի։ Ու ասած Երևանից թարմ եկած ասես, «Յա, հա, այս մեկը գիտենք Երևանում ստեղ բան է, առաջնագծում պայքարա գնում, բան, դուք եկել սաղդ հելեք, այստեղ չերևակ, սա նայեք ոնց ենք մենք ծածանում»։ Այս առաջնագիծը չի կարելի։ Տարական սոլիդարություն պետք է լինի։ Եթե ընդունվում է, որ դա մի խրամատ է, եթե ընդունվում է, որ դու եկել ես նույն խրամատ, որտեղ այդ մարդիկ են, դուք տարբեր խրամատների մասին չեք խոսում, դուք բարիկադների տարբեր կողմում չեք, նույն կողմում եք, ոչ մեկը իրան թույլ չի տա տենց բան ասի։ Ոչ մեկը, էլ եմ ասում, մեկը տենց բան ասի, բան կանեն։ Ոտերի տակ մի հատ օչերետ կթողեն, որ էլ չշշկրվի տենց։ Հարգանք պետք է լինի մարդու քաշած չարչարանքի հանդեպ, որտեղ ինքը նույն նպատակի համար է չարչարանք քաշել։ Հիմա ինչքան կարծես այդքան է քաշել։ Հա, կարող է ասենք այդ բանը, այդ ստորաբաժանումը, այդ 20 օրերի ընթացքում ասենց անընդհատ նահանջել է։ Ընդունենք նույնիսկ ամենավատ դեպքը, որտեղ մա մեկը կարող ասի, հա, բայց 8 տարի այդ խրամատում են, իշխանափոխություն չեն արել, օքեյ։ Հիմա շարունակեմ, ես հավատարիմ մնամ իմ անալոգիային։ 8 տարի է իշխանափոխություն չի եղել, հիմա 20 օր այդ ստորաբաժանումը զոհվելով, վիրավորվելով մենակ նահանջել է։ Մի երկու տեղ ինչ որ տեղային սիմվոլիկ ենթադրենք հաջողություն, մի քիչ թշնամու առաջխաղացումն է ինչ որ պահերի դանդաղեցրել, որը ի դեպ քիչ բան չի, բայց հա 4 փաստով կանգնած էր ստեղ, հիմա կանգնած է ստեղ, հա նահանջել է եւ ինչ պետքա գալ այդ մարդկանց բան անել, կֆրտել, մերքրվել, ասել էլ դուք вообще արժանի էլ չեք բան, вообще չպետք է ձեր ուսադիրները բաները թե ով կա լեյտենանտից սկսած բանով վերջացրած մայորով գնդապետով սաղիտ ուսադիրները ռաժալովը դե դուք կյանքում բանակ չմտնեք։ Այտենց պայքար չի լինում։ Չէ, դու կարող ես նման բան ասես։ Դիմացինդ էլ կարա էլ եմ ասում ոտերի տակ մի հատ գրրցնի, կարող է արդեն այնքան հոգնած լինի, որ ասի վայ ես ձեր անաղոհած ինչն եմ ասել, թողնի իրոք գնա։ Այդ մի կողմ իր արձագանքը պատերազմը ինչ կլինի, ինչ արդյունք կգրանցվի։ Ստեղ էլ եմ ասում, մի տարբերակ կա այդ մարդկանց այդ նման կոպիտ խոսալու, եթե դու համարում ես, որ իրանք ազգի դավաճան են օրինակ։ Ասում ես դուք գիտակցված եք նահանջում, դուք ստեղ եք, դուք թշնամու գործակալն եք, ստեղ եք, որ բան անեք։ Այս պատերազմը մենք տանուլ տանք։ Եթե կա տես մարդ, որ կարա կանգնի ես նշածս 3 ուժերին, ընդդիմադիր դաշտում, դե իշխանությունները սաղորը ասում են, որ մենք սաղս ենք ժողովրդի թշնամի գործակալ եսի ինչ, բայց ընդդիմադիր դաշտում դիրքավորվող, եթե տես մարդ կա, որ կարա կանգնի ես նշածս ուժերին, ՀԿ-ին, Քոչարյանին, Դաշնակցությանը բանի աչոտ տա, Դավաճանի աչոտ տա, թող կանգնի դե պրյամույն տենց ասի։ Թող կանգնի տենց ասի, եթե այդքան ոնց որ կարա էլի ասի։ Իսկ հակառակ դեպքում գոնե հարգանք է պետք։ Ես բնավ խոսքս այն մասին չի, որ ընդհանրապես չպետք է նոր ուժեր առաջանան, ծագեն, իրանք էլ գան մտնեն այդ խրամատ, պերեսմենկա անեն նույնիսկ, բայց քաղաքականության կանոնները մի քիչ ուրիշ ձև են, չես կարող ասես սաղաթ հելեք։ Դու չես կարող այդ նախորդ պայքարակցի հանդեպ գոնե մինիմալ բազային հարգանք բան չանես, չդրսևորես։ 8 տարի այդ մարդիկ են այդ խրամատի մեջ լավ վատ։ Դե 8 տարի առաջ դու մտնեիր։ Okay, դու հիմա ես մտնում, հիմա ես այդ քաղաքական բանին օրինակ հասել կարողությանը, հնարավորությանը, միջոցներին, աջակցությանը եւ այլն, հիմա ես մտել, հարգանքով մտի։ Ասա տղեկ ջան, ես էլ եմ եկել ստեղ։ Հոդեմ չեք, այս ֆրոնտն էլ ես օրինակ բան կանեմ, կպահեմ։ Եթե ունեք այդքան թափ կարողականություն, բա մտեք խրամատ ու սկսեք ավելի լավ պահել։ Ես ձեզ հավատացնում եմ, ցանկացած խրամատում, եթե հոգնածները տենան, հոգնած ուժերը տենան, որ նոր թարմ ուժերը, բոլոր խրամաբջիջները, խրամախորշերը կարող են փագեն, հա, մեծ հաճույքով կգնան բանում մի 3 ժամ աշկը կպցնեն բանի մեջ, զիմլյանքի մեջ, բլինդաժի մեջ, մեծագույն հաճույքով։ Բայց նաև վակուումից են, չէ՞, սակավազորքությունից են այդ մարդիկ 8 տարի զոհվում այդտեղ։
Սա էլ էսպես։ Այսօր այսքանը ժողովուրդ ջան, պին դեղեք, ի վերջո վերջում ամեն ինչ լավ է լինելու։ Եթե լավ չի, ուրեմն դեռ վերջը չի։